Հունվարի 12-ին հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում, ժամը 18:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգեստացվել, որ Այգեստան գյուղում տուն է այրվում։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները եւ մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով մահացածը նույն տան 72-ամյա բնակիչ է։ Հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշենի կամրջի հարևանությամբ մոտ 1 կիլոմետրանոց հատվածում բախվել է 14 տրանսպորտային միջոց։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում մի քանի վարորդներ ասել են, որ 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել եւ այդ տեղեկությունը բարեկներն ու ոստիկանության ծառայողները պարզում են։ Վթարների Ով Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվել են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Ճանապարհին ամբողջությամբ եղել է մերկասառույց, իսկ սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանք չի կատարել աղոավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ, իսկ բախման հետևանքով մի քանի ավտոմեքենա դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել է հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի, ազդրի եւ կրծքավանդակի կտրաստակած վերքերով։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզել է, որ 16-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 18:30-ի սահմաններում ձնագնդիկով խփելու համար վեճ է ծագել 2 պատանու միջև, որին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում տուժածը։ Շենքի հետնամասում շարունակված վեճը վերաճել է քաշքշուկի ու ծեծկրտուքի եւ այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը Սալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն։ Դանակահարողը ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։ Հունվարի 13-ին ժամը 17:50-ի սահմաններում Կապան քաղաքի գործարանային փողոցում թիվ 17/4 հասցեի դիմաց բախվել են Սյունիքի մարզի բնակիչների 71-ամյա Էմիկ Գ-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի եւ 35-ամյա Արթուր Ն-ի վարած Միցուբիշի մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապան բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից Էմիկ Գ-ն գիտակցության չգալով մահացել է։ Կիբերվոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում կրկին հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15 միլիոն ՀՀ դրամի հափշտակության դեպք, իսկ քաղաքացին չի կորցրել իր գումարը։ Այս մասին տեղեկանում ենք ներքին գործերի նախարարության կիբերվոստիկանությունից։ Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։ Հարգելի քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն, ասված է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։